Բարև ձեզ սիրելի բարեկամներ, կլոր սեղան հաղորդաշարն է եթերում եւ ներկայացնեմ մեր մասնակիցներին, այս անգամ եւս մեր խումբը ամփոփող է, սա արդեն երրորդ հաղորդումն է մեր խմբով, Արտակ Սարգսյան, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, Վարդան Խաչատրյան, փիլիսոփա, կրոնագետ, Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս, ֆիզմատիկությունների դոկտոր եւ հասարակական գործիչ, հայ նախաձեռնության անդամ։ Այսօր սպառնանք, եկեք խոսենք մի քանի կարևոր հարցերից, որոնք ես առանձնացրել եմ, ընթացքում կարող ենք նաեւ այլ հարցեր մտցնել, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա։ Ամերիկայի փոխնախագահ Վենսի այցելությունը շարունակում է քննարկել հայկական մեդիատիրույթում, ոմանք այդ այցելությունը համարում են շատ կարևոր Հայաստանի համար, ոմանք համարում են, որ այստեղ պարզապես դատարկ խոստումներից ուրիշ ոչինչ չկա, եկեք հասկանանք իրոք Վենսի այցելությունը իր հետ ինչ է բերել Հայաստանին, ես ձայնը երևի կտամ Արտակ Վարդան Խաչատրյանին եւ փորձենք հասկանալ արդյոք այն բոլոր խոստումները, որոնք որ Վենսը շռայլորեն տվեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում, մի փոքր չեն նվազեցնում այդ դերը Վենսի այցելության եւ եթե դա տարածաշրջանային այց էր եւ ուրեմն Հայաստանում առաջարկում են ամերիկյան արտադրության այդ անօթաչու թռչող հետախուզական սարքերը եւ ռազմական բնագավառում համագործակցություն կա նաեւ Ադրբեջանի հետ, սա արդյոք պետք է ներկայացնել որպես Հայաստանի համար ինչ որ բացառիկ իրադարձություն եւ Հայաստանը արդյոք ունի այն ամբողջ շահելու միավորները, որոնք խոսում են հիմնականում իշխանական վերլուծաբանները։ Գիտեք, անձամբ իմ համար դա այց էր, որը շատ լավ հնարավորություն էր համեմատել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ինչպիսի կշիռ է ներկայացնում եւ ինչպիսի արժեք է ներկայացնում ներկայիս Ադրբեջանը եւ ինչ կշիռ է ներկայացնում ներկայիս Հայաստանը, որովհետեւ կամենում ես թե ոչ նույն J.D. Vance-ը ստիպված եղավ ինչ որտեղ ճշգրտել, կոռեկցիայի ենթարկել իր ելույթը 15 թվականի գենոցիդի զոհերի հուշարձանի շրջանում ասած, եւ այդ գրառումը ճիշտ է, որտեղ ըստ էության գենոցիդ բառը նորից դուրս դրվեց, որ եղել են սահմռկեցուցիչ չոր իրադարձություններ ընդամենը։ Մյուս կողմից Ադրբեջանում ուղղակի նա հայտարարեց, որ մեր ստրատեգիական գործընկերը Ադրբեջանն է, մեր հետ կապված որևէ համանման մոտիկ հայտարարություն չկար։ Ինչ վերաբերում է ԱԹՍ-ների հարցին, ու այսօր չմոռանանք էլի, որ պատերազմի բովանդակությունը, քանի որ ամբողջ աշխարհին պարզավոր փոխվել է ԱԹՍ-ների կիրառմամբ, ուրեմն ԱԹՍ-ների առաջարկներ երևի աշխարհում շատ քիչ երկրներ կլինեն, որ ինչ որ զարգացում ունեն եւ նրանք այդպիսի առաջարկ չեն անում։ Մեզ առաջարկ է արել Ուկրաինան, մեզ առաջարկ է արել Իտալիան, շատ վաղուց արդեն այն ժամանակ, մի քիչ հիմա Իսրայելը որպես այդպիսի, այսինքն հիմա այսօր երբ որ մենք դրանից զարմանանք, երևի թե այնքան էլ ճիշտ չի լինի, առավել եւս երբ որ մենք էլ էինք այն ժամանակ պատկերացնում, որ մենք էլ ունենք էլի ԱԹՍ-ներ սեփական արտադրության անգամ, որոնք չարտարացրեցին իրենց պատերազմի ժամանակ, այդ 44 օրյա պատերազմի ժամանակ, նրանց խաղացած դերը կարելի է ասել, որ ըստ էության չնչին էր։ Հիմա սրանից դուրս, ինչով կարող ենք մեկ էլ էլի չափել, երբ որ մենք համեմատություն ենք անցկացնում, էլի,
Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր գտնվում է ծայրահեղ վիճակում։ Ես այդպես եմ գնահատում, որովհետև Իրանի հետ եղած կոնֆլիկտը հղի է 1001 բարդություններով։ Սրանից ելնելով Իրանի հյուսիսային սահմանը Ադրբեջանն է, Հայաստանն է, հա, եւ այս տեսակետից, ինչը? Եվ Թուրքիան։ Թուրքիան որպես հյուսիսային սահման, դե Թուրքիան ինքը, ես ասել եմ, էլի տարօրինակ առաջարկներով է հանդես գալիս, եւ նա որևէ կերպ, ասենք, ես չեմ կարող դիտարկել, թե վերջին հաշվով իսկ ինչ ալնելու, ես հասկանում եմ, որ երբ որ նա ասում է, որ բերեք ապա միլիտարիզացնենք Պարսկաստանի իմ սահմանակից տարածքները, որպեսզի եթե ատոմային ռումբով Պարսկաստանին խփեն եւ ժողովուրդը սկսի փախչել Պարսկաստանից, այստեղ մենք կարողանանք մտնել, կարգավորել, ապահովել ինչ-որ բան եւ դրանից բացի երկրորդ հանգամանքը, որ անհրաժեշտություն է, որպեսզի այ Իրանը մեզ տա ի պահպանություն իր հարստացված ուրանի, այսպես ասած, պահուստը, որի մասին Իրանը երբևէ հայտարարություն չի անում, բայց այստեղ չգիտես ինչի, հա, այդպիսի հայտարարությամբ հանդես է գալիս Թուրքիան, բավական տարօրինակ իմ համար, եւ վերջին հաշվով, երբ որ այս տեսակետից նայում ենք, հա, Ամերիկան ունի նաեւ այլ դաշնակիցներ, հարակից դաշնակիցներ, որոնք հարավում են, արևմուտքում են Իրանի, եւ նրանք բոլորը միաբերան պնդում են, որ մեր տարածքները չօգտագործեք, մեր օդային տարածքով ամերիկյան ինքնաթիռները անցնել եւ հարված հասցնել Իրանին իրավունք չունեն, ամերիկյան բազաները, որոնք գտնվում են մեր մոտ, չպետք է մտնեն պատերազմական գործողությունների մեջ, այս մարդիկ Ամերիկայի դաշնակիցներն են։ Մենք ըստ էության համենայն դեպս արտաքին տպավորությունը այնպիսին է, որ մենք գտնվում ենք թիմի մեջ արդեն, ամերիկյան թիմի մեջ։ Երևի թե այստեղ մենք մտածելու բան ունենք, թե իսկ եւ Իրանն էլ արել է հայտարարություններ, որոնք ինչ որ չափով խիստ հայտարարություններ են։ Չեմ ուզում հիմա դա մենք շահարկենք այդ հայտարարությունները, բայց այնուամենայնիվ այսօրվա աշխարհում ոչինչ չես թաքցնի։ Իսկ այնտեղ այսպես կոչված հնարավոր ռազմական բախումը, այդ clash-ը, որի մասին բարբերաբար ասում են, իր մեջ աներևակայելի վտանգներ է ներառում, քանի որ մի կողմը, այ այնտեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, անալիտիկ կա, իմ կարծիքով մեծ կշիռ ներկայացնում, ոչ միայն իմ կարծիքով, կներեք, ես մենակ իմ կարծիքը չի լինում։ Ալիստեր Կրուկ, բրիտանական հին դիվանագետ, որը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտաբանության գլխավոր կենտրոնի տնօրենն է, Մերձավոր Արևելքի, որը գտնվում է ուղղակի գործերի մեջ, նա ասում է ամենամեծ վտանգը եւ հնարավոր ծուղակը գոյություն ունեցող այս իրավիճակում լինելու է լռությունը, որովհետեւ Ամերիկան բարբերաբար ինչ որ հայտարարություններ անում է, իսկ հակառակ կողմը, որը օգնում է Իրանին, հիմնականում Ռուսաստանը եւ Չինաստանը, լռություն, համարյա թե բացարձակ լռություն։ Միակ բանը, որ ասենք ինչ որտեղ հայտնի դարձավ, դա այն է, որ այո, այսօր Իրանը ունի ինտեգրացված օդային պաշտպանություն եւ էլի 1001 բան, որի մասին լռեցին, բացի ինչ որ հեռավոր, որ նոր ռադարներ են տվել, այդ ռադարները որսում են արդեն 600 կիլոմետր հեռավորության վրա, stealth համակարգով սարքած ինքնաթիռները։ Հիմա մեր խոսքը այդտեղ որն է, մենք ինչ պետք է ասենք, մենք մտնում ենք այդտեղ այդ գոյություն ունեցող հնարավոր վտանգի շրջանակը որպես գործող կողմ, ինչից ելնելով որ կողմը եւ ինչ հավակնություններով, որովհետեւ չկա ուրիշ բան արտաքին քաղաքականության մեջ, քան քո երկրի շահերը, արտաքին եւ ներքին շահերը։ Ուրիշ ոչինչ չի լինում։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, պարոն Սարգսյան, արդյոք կիսում եք դուք պարոն Խաչատրյանի կարծիքը, արդյոք ձեզ չի թվում, որ ԱՄՆ-ն չնայած իր շահերն է տանում առաջին հերթին եւ ըստ էության այդ թրիպի ծրագիրը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշում է երկու կողմին, Հայաստանին եւ Ադրբեջանին, ով ավելի շահում է դա ուրիշ հարց է, բայց
այսպես թե այնպես ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը այդ ծրագրից հրաժարվել չէին կարող եւ այս իրավիճակի մեջ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները բացում են իրենց տեխնոլոգիաների մուտքը Հայաստան դա եւ այդ ԱԹՍ-ներն են, որովհետեւ ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիան եթե տալիս են Հայաստանին, սա չի կարելի դիտարկել որպես վաճառք, համայն դեպս ես եմ այդպես կարծում եւ ուզում եմ տեսնել համաձայնեք թե չէ։ Նույնն էլ վերաբերվում է ուրեմն ամերիկյան այդ ատոմային բլոկային այդ էլեկտրոկայաններին, ել չեմ խոսում արհեստական բանականության այդ դատակենտրոնի մասին։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես կասեմ, որ ամեն բարձրաստիճան պաշտոնյայի այց որևէ երկիր դա դրական է։ Եթե մենք նայենք ԱՄՆ-ի նախագահը, որ Հայաստան բառը սխալ է ասում, հավատացեք, ժողովուրդը ոչ Հայաստանի տեղը գիտի, ոչ Ադրբեջանի տեղը գիտի։ Նույնիսկ Քիմ Կարդաշյանով իմացան Հայաստան կա, բայց տեղը չգիտեին ու առանց կատակի, երբ որ հարևանը նայում է մյուս հարևանին ու չգիտի թե Մեքսիկա կամ հայ է, եթե կինը սևամորթի հետ է, ասում են Արմենիան, եթե սևամորթի հետ չի, ասում են Մեքսիկան։ Հիմա ամեն բարձրաստիճան պաշտոնյայի այցը իհարկե շատ դրական է, գլոբուսի վրա երկիրը երևում է։ Հիմա ինչ վերաբերում է տրիպի այդ ազդեցությունը, ճնշումը Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, ես գտնում եմ դա Ռուսաստանի վրա ավելի ազդեցություն է, քան թե ինչ-որ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա։ Ինչ են պայմանավորվել, մենք տեղյակ չենք։ Տեխնոլոգիա ավելի բարձր տեխնոլոգիաներ են տվել Արաբական Միացյալ Էմիրություններին առանց ինչ-որ տրիպ կամ միջանցք ուզելու եւ ինչ-որ մենք պետք է ունենանք մի քանի սերունդ հետ լինելու, քանց թե այն որ Միացյալ Արաբական Էմիրություններն է կառուցում այդ IT hub-ը, հա։ Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներում ինչ-որ ընտրական հնարք, որ մեզ ցույց են տալիս, այդ ԱԹՍ-ները կարող են իրանց վրա նույնիսկ կառավարվող զինամթերք կրել, բայց եթե նայենք վերջին կոնֆլիկտները, հատկապես ռուս-ուկրաինական, այնտեղ FPV դրոնները ավելի մեծ դեր են տանում, քան թե իհարկե պետք է հետախուզական դրոն, բայց թե fiber optic FPV դրոնները, թե նորմալ այդ հեռակառավարվող դրոնները ավելի մեծ վնաս են հասցնում, քան թե ինչ-որ այդ թանկ, այսինքն տալ միլիոններ եւ առնել ինչ-որ դրոն, դրա փոխարեն մեր երկիրը պետք է առնի 3 միլիոն հատ FPV դրոն, որը որ ավելի էֆեկտիվ է լինելու, ասում եմ, տեսնենք ռուս-ուկրաինական պատերազմը 4000 հատ կորցրած տանկ, լավ, հաշվենք $100 չհաշվենք, $500 դրոնը, նույնիսկ այդ մաղալները, որ տանկերի վրա հիմա տեղադրում են, հա, այդ ժարգոնով մաղալ է կոչվում, այդ ցանցերը 2-3 դրոնով վերացնում են, հա, իսկ դու չես կարող, եթե քոնը հետախուզական դրոն է, չես կարող զոհաբերել այդ միլիոնանոց դրոնը, կորցնես քո աչքը այդ կռվի դաշտում եւ իրան օգտագործես որպես մի հատ ինչքան էլ $4 միլիոն տանկ լինի, դու այդ միլիոնանոց դրոնով ափսոսալու ես ու սխալ է աչք կորցնել։ Իսկ այսօր FPV դրոնը համ աչք է, համ կառավարվող այդ վարի ռույշի բայեպրիպասը, համ հրետանի է, ամեն ինչ է, այսինքն մեր համար ինչ-որ համարեր, որ այդ երկու ցուցադրական ԱԹՍ-ն ինչ-որ կոնֆլիկտի ժամանակ հարց է լուծելու, որ մենք չգիտենք էլ թշնամու երկրի հոբ համակարգը, որ կարող է դրա վրա ազդի, քորացնի, իջեցնի կամ գցի կամ հակառակը կառավարի եւ մեր դեմ աշխատի այդ նույն, դա ես համարում եմ ոչ էֆեկտիվ քայլ, ու այս պետության այդ բոլոր ռազմավարական քայլերը ոչ էֆեկտիվ են,
Սեզերներ ենք գնում, որը որ թիրախներ են, ուղղակի այսօրվա այդ կոնֆլիկտներին նայելով մենք թիրախներ ենք գնում։ Այո, այսինքն ինքը այդքան մոբիլ չի, որ կարողանա կրակի եւ փախնի, որ FPV դրոնը այո, FPV դրոնը, ասենք, հետևից չհասնի, այդքան էկիպաժ, որ սպասարկելու է, ասենք 3 հոգի, 5 հոգի, բազմապատկի, տես ինչ զոհեր է ստալու, իսկ այնտեղ, ասենք, 20 փող, որ պետքա մաշվի փոխես, որ ինքը արագ մաշվում է։ Այո, իսկ ինքը 20 կիլոմետրից նստած FPV դրոնով, եթե դու բերես ռադիոէլեկտրոնային պաշտպանություն, ինքը լա օպտիկային դրոնն է, որը որ 20 կիլոմետր ոչ հարթ տարածքով, նույնիսկ ջրի վրով գնում է եւ դեռ հնարք չեն գտել բացի փշալարերից, որ փշալարը չէ, այդ սրիչ լարերը, հա, razor wire, որ լարը գա, կտրվի եւ շարունակություն չլինի։ Այսինքն ընտրական հնարք, էլի եմ ասում, Վենսի այցից, եթե նրանք խաղաղություն էին բերելու, շատ վատ էր այցելել շահիդների պուրակը եւ չայցելել Եռաբլուրը, շատ ստեղ բարոյական հարց կա, հասկանում եք, պետք է ինչ-որ հավասար նժարների վրա դնեին, նրանք շահիդ էլ չեն, եթե նայենք իսլամի մեջ շահիդը ինչ է, նրանք բռնի փոքր ազգերից բերված Ադրբեջանի նախագահը մի քանի հարց լուծեց 44 օրյա պատերազմի ժամանակ, հիմնականում այդ փոքր ազգերի, որ խռովություն կար մեջը, դրանց բերեց, կոտորեց երիտասարդներին, որ խռովությունը ինչ-որ բանով պահի։ Նրանք շահիդներ չէին, շահիդ բառը իսլամի մեջ լրիվ ուրիշ նշանակություն ունի, նրանք բռնի ուղարկված զինվորներ էին, այ մերոնք ննջեցյալներ են, իրոք մերոնք հենց այդ շահիդներն են, մեր տղաները, որ զոհվել են, եթե նա խաղաղություն էր ուզում, պետքա պահեր, իսկ Եղեռնի հեռացումը մեր հայ համայնքը այնտեղ պետք էր ավելի մեծ աղմուկ բարձրացնել, եթե մենք նամակ ենք ուղարկել, թե մեր կուսակցությունից, թե մեր ՀԿ-ից, եւ այդ նամակը տեղ է հասել, բողոք, որ եթե նա հոլոկոստ բառը հաներ Իսրայել այցելուց հետո Իսրայելի հոլոկոստի թանգարան եւ հաներ այդ հոլոկոստը, միգուցե Տրամպի ադմինիստրացիան ամբողջությամբ հրաժարական պիտի տային այդ ճնշումների ներքո։ Բայց մեր համայնքը, ասենք, տեսեք, թե օրենսդիր, թե գործադիրը ճանաչել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ճանաչված է։ Ասենք, դա չի պարտադրում պաշտոնյաներին օգտագործել Եղեռն բառը։ Բայց ստեղ ամենակարևոր հարցը, եթե դու քո նախորդների ընդունված գործադիր օրենսդիրով, ասենք, այդ չես կատարում, բա մենք ինչ երաշխիք հայերս պետք է ունենանք, որ քեզանից հետո եկողը այդ տրիպի ճանապարհ այդ խաղաղությունը պաշտպանելու, ու մենք չենք դառնալու միայն Ադրբեջանին կապող ինչ-որ մեծ թուրանին կապող, կամ մեծ թուրանին կապող ինչ-որ մի օղակ, այսինքն մեր հայ համայնքը ինձ զարմացնում է այս հայ համայնքի լռությունը, ես տեսել եմ մարդիկ, պարոն Սասունյանն է դիմել, բայց չկա այն աղմուկը, որ հրեաները կբարձրացնեին, ասում եմ, եթե հոլոկոստ բառը հանկարծ գրվեր ու դուրս գար։ Սա մի խայտարակ քայլ էր Վենսի կողմից, որ նա իհարկե պետքա պահանջատիրությունը մեր համայնքի, հատկապես ԱՄՆ-ի նահանգի, ոչ թե ընտրություններից առաջ գան նրանց խոստան եւ նրանք այդ ձայներ տան, այս հենց իրական ժամանակն է, որ պետքա ոտքի կանգնեն ու այս հարցը չթողեն միջև որ նա ներողություն խնդրի։ Սա քաղաքական եւ բարոյական հարց է, չկա օրենք, էլի եմ ասում ԱՄՆ-ում, որ պետքա քաղաքական գործիչը Եղեռն ասի, բայց եթե օրենսդիրով եւ գործադիրով ընդունված է, ասում եմ, մենք լուրջ հարցի առաջ ենք կանգնել։ Այսօր մեր վզին տրիպ կփաթաթեն, այդ տրիպը տրիպ չի լինի։ Ես տեսնում եմ, մեր ձեռքից բռնած մեզ տանում են պատերազմի, մենք հələ չենք հասկանում։ Գալու է ժամանակ, որ մեզ արդեն քաշելով են տանելու ձեռքից, որ երեխային խանութից ուզում են հանեն, հետո արդեն մեր ականջներից են քաշելով տանելու այդ պատերազմի մեջ։ Իսկ մենք պատրաստ չենք լինելու։ Իսկ մենք պատրաստ չենք լինելու։ Պարոն Գևորգյան, տեսեք, պարոն Սարգսյանը խոսում էր
հայ համայնքի, ամերիկյան հայ համայնքի ոչ համախմբվածության, իներտության մասին։ Դուք երկար ժամանակ որպես հասարակական գործիչ ելույթներ եք ունենում Նոյան Թապանում, խոսում եք հայքի անունից ցանցային պետություն ստեղծելու գաղափարի շուրջը, խոսում եք տրիբունալի մասին, այդ ուր են այդ ամբողջ կառույցները, եթե այդպիսին կան, որոնք որ պիտի համապատասխան արձագանք տային այս իրողությանը, որը տեղի ունեցավ ցեղասպանություն բառի հետ կապված, եւ վերջո ուր է մեր հայ համայնքի վերաբերմունքը Հայաստանի իշխանություններին, որոնք ցեղասպանության ճանաչման հարցը եւ ընդհանրապես ցեղասպանության հարցը հանել են օրակարգից, իրենք ասում են, որ առաջնահերթություններից են հանել, բայց իրականում օրակարգից են հանել։ Սա ինձ թվում է պետք է լինի ամբողջ հայության ուշադրության կենտրոնում, բայց հայությունը ինչպես անգազմակերպ եղել է, այնպես էլ մնում է ցավոք սրտի։ Նախ շնորհակալություն հրավերի համար, խնդիրը նրանում է, որ մենք հասարակական կազմակերպություն ենք եւ բնականաբար մենք աշխատում ենք մեր հնարավորությունների սահմանում, օրինակ ասենք ես երբ որ հիմնադրվում էր բանը, այդ Ամերիկայի անվտանգության հայկական ինստիտուտը առաջարկում էի նույն ամերիկացի բարձրաստիճան գեներալի, որ պետքա դա կոչվի քաղաքակրթական անվտանգության։ Հիմի այն Ամերիկան, որը հիմի ներկայացնում է Բուշի վարչակարգը, Վենսը եւ մնացած անձինք, դա խիստ տարբերվում է այն վարչակարգից, որը նախորդ դարի սկզբներում, երբ որ Վիլսոնի ժամանակ Ամերիկան առաջ անգամ Ամերիկայի նախագահը կտրեց անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ հայկական հարցը առաջ քաշելով այդ բանակցություններին դարավ, այսպես ասած, գերտերություն, այսինքն այդ քաղաքակրթական խնդիր առաջ բերեց։ Հիմի ցավոք սրտի մենք ունենք իրավիճակ, որ նույն Ամերիկայում, ասենք, այսօրվա ադմինիստրացիան չի կատարում այն օրենքները, որ իրան նախորդն ընդունել, այսինքն այնտեղ կա ահռելի տարաձայնություն, երբ որ ընդունված է Ամերիկայի պետության կողմից Վիլսոնի իրավավար վճիռը եւ Հայաստանի սահմանները, ազգերի լիգայի կողմից ընդունված այդ սահմանները, Վենսը գնում է բանում Բաքվում հայտարարում է, ընդունում է Ադրբեջանի սահմանների անխախտությունը, այդ այն դեպքում, երբ որ ոչ մի իրավական փաստաթուղթ չկա Ադրբեջան կոչվող երկրի ստեղծման, եւ ադրբեջանցի այդ ազգն էլ ինքը նոնսենս է, որտեվ դա մեզ հայտնի է ադրբեջանցիներ, այսինքն Աթերպատականի ժողովուրդը Պարսկաստանում, որը իր էթնիկական կազմով շատ խայտաբղետ է եւ մի մեծ հատված էլ ինքը բուն հայկական արմատներ ունի, բայց մասնավորապես սիոնիստների կողմից ժամանակին 1920 թվականին այդ ծրագիրը դրվել է, տպագրվել է Վիեննայում տպագրող երիտասարդ սիոն թերթում, որ պետք է ստեղծենք այս տիպի հուդայական պետություն, որովհետև մենք ասենք Ադրբեջան ասելով մենք պետք է հասկանանք, որ ինքը դա մի հատ նոր մեխանիզմ է տեղաբնիկ ազգերի եւ մշակույթների ոչնչացման, ձուլման, ինչ որ մի գործիք են ստեղծել եւ մենք բավական աշխատանքներ ենք տանում նույն տեղաբնիկ այդ ժողովուրդների հետ, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ, աղվանքի, պատմական աղվանքի ժողովուրդների հետ, իհարկե այդ աշխատանքների, այսպես ասած, տեմպը ծավալը այն չի, որտեղ մենք էլի ես նշում եմ հասարակական կազմակերպությունն ենք, որը ոչ մի ուժեղ ֆինանսավորման աղբյուր չունի եւ այլն, սա հասարակական հիմունքներով կատարվող աշխատանք է, բոլոր դեպքերում այդ աշխատանքը առաջ է տարվում,
ստեղծվել է տրիբունալը, որը վերաբերում է ինչպես Հայաստանում գործող ուժերի, արտաքին կառավարող ուժերի վերաբերյալ որոշումներ կայացնելու, ինչպես նաև դրսի։ Եվ այդ տրիբունալը հիմի նաև իրեն անալոգն է ստեղծել ուրիշ այդ տեղաբնիկ ազգերի մեջ, դա նույն լեզգիներ, թալիշներ, ավարցիներ եւ այլն, այդ գնում է, այդ համագործակցությունը ինձ թվում է դա կուժեղանա, որտեվ աշխարհաքաղաքական զարգացումները տանում են մի կողմից այդ գլոբալիզմը ցանկանում է ոչնչացնել, ամեն ինչ զուլել եւ այլ, մյուս կողմից բոլորը հասկանում են առանց քաղաքակրթական չափանիշների ոչ մի պետություն, նույն կերպ նաև Ամերիկան չի կարող գոյատևել, այսինքն ինչ կերպ որ տեխնոլոգիապես նա զարգանում է, նա արդեն այսօր ամերիկան քաղաքակրթություններից մեր պատկերացված դուրս է եւ իրեն համար շատ մեծ վտանգ է դա եւ մենք մեր այդ գոլեգաներին են ամերիկացիներին տեղ ենք հասցնում որ այդ քաղաքակրթական նորմաներից դուրս գալով Ամերիկան առաջին հերթին ինքը իրեն է վնասում։ Այսինքն ես անկեղծ ասած իհարկե հիասթափված եմ Վենսի այդ այցի այդ երևույթներից, այդ որ իմ գոլեգաները ստեղ նշեցին, ես հիացած չեմ այդ փոքր ատոմային ռեակտորների ծրագրից, որտեղ ոչ մի հստակություն չկա, հիմնական նպատակը Թուրքիայի դա եւ մեր թշնամի պետությունների ինչպիսին են այդ արևմտյան Կասպի այդ անօրինական պետություն, որ կոչվում Ադրբեջան, հայկական ատոմակայանը փակելն է։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ դա շատ կարևոր նշանակություն ունի իր անվտանգության եւ կայուն զարգացման համար եւ նա պետք է խնդիր դնի ոչ թե 500 մեգավատանոց այսպես ատոմական նոր սարքել, այլ մեզ անհրաժեշտ է 1200 մեգավատ մինիմում։ Ես բազմաթիվ էներգետիկների հետ եմ խոսում, որտեղ իրենք չհասկանալով խնդրի մուլտիպլիկացիոն տարբեր երևույթները, իրենք մենակ ասում են այսօրվա հենց կտրվածքով, մեզ պետք է 500 մեգավատ, մեզ պետք է 500 մեգավատ, եւ դա չի կարող փոխարինել այդ 500 մեգավատ կամ 1200, որ ես գտնում եմ պետք է ստեղծվի, այդ ատոմային հզորությունը ոչ մի արևային եւ ալտերնատիվ էլեկտրոկայաններ, դրանք բոլորը նախ հաստատուն չեն եւ բազմաթիվ խնդիրներ կա, դրա մասին չեմ ուզում անդրադառնալ, կայուն պետություն ազգային պետություն ստեղծելու համար մեզ պետք է հզորություններ եւ մեր գիտնականները պետք է ներգրավված լինեն այդ խնդիրում։ Եթե ամերիկան առաջարկում է փոքր ատոմականների մոդուլներ եւ այլն, մենք պետք է ներգրավված լինենք դրա ռեակտորների կառուցման եւ այլ։ Եթե ուղղակի պետք է բերեն մեր վրա փորձարկեն իրանց լավ չփորձարկված տեխնոլոգիան, ես կատեգորիկ դեմ եմ։ Եվ ինձ էլ եմ կրկնում զարմացնում է, մենք ունենք 7 ինստիտուտ ֆիզիկայի մասնագիտության, ոչ մի հատ, մենք արդեն պետք է սեփական ռեակտոր ունենայինք, առաջարկ ունենայինք, օրինակ։ Եվ ես ասեմ, այն հզորությունը հայկական, սփյուռքով, հայկով եւ այլն գիտնականներ որ կա, դա թույլ է տալի, ուղղակի չկա որոշում ընդունող Եսի նկատնում այսօրվա ցավոք սրտի մեր պետությունը, որը բացարձակ գտնում է արտաքին կառավարման ռեժիմում, այդ բաները չի կա, նրան թելադրում են եւ նա կուրորեն հետևում է այդ թելադրանքին եւ այս բոլոր խոսակցությունները ինձ հիշեցնում է, ինձ զգուշացնում է, որ խոսքը գնում է շուտափույթ ատոմակայանը փակելու մասին, որին պետք է ժողովուրդը տեղյակ լինի, կատեգորիկ դեմ են շատ հասկացող գիտնականներ։ Ես ատոմային ատոմակայանի ստեղծման պատմությանը շատ լավ ծանոթ եմ, ինձ ծանոթացել է մեր հայրենակից Կարեն Տեր-Մարտիրոսյանը,
Լանդաուի դպրոցի տնօրենը եւ տեսական եւ էքսպերիմենտալ ֆիզիկայի ինստիտուտի Ալիխանովի անվան ինստիտուտի գլխավոր գիտնականը ժամանակին 2000 թվականին նա պատմում էր թե ոնց էին այն ժամանակ առաջի քարտուղարները հայ մասնավոր Զարոբյանից սկսած գալիս էին Ալիխանյան մեծ եղբոր մոտ իրեն կաբինետում մանրամասը ծանոթանում եւ այլ հարց ու փորձանում եւ այլ այդ որոշումը այնտեղ է այդ հայ մեծերի մոտ ընդունվե հիմի ես նայելով այս իշխանություններին այս բարձր տեխնոլոգիաների նախարարին որը չես հասկանում ինչի ասես մասնագետը բացի տեխնոլոգիաների նու վարչապետի մասին չեմ խոսում այստեղ որոշումը ընդունող մարդ չկա եւ սա տանում են մեզ փակելու ոնց որ խախտելով սահմանադրությունը 4 գյուղ պետական դավաճանություն կատարելու հանձնեցին թշնամու առանց հիմնավորման առանց պարլամենտի որոշման եւ այլն նույնն է կատարում եւ սա պետքա սա առնել բա համայնքը պարոն Գևորգյան համայնքը ԱՄՆ-ի համայնքը մենք պետք է աշխատենք եւ աշխատում ենք եւ այս ազդերը հասցվում է Թրամփի սեղանին էլ մեր կողմից կազմած փաստաթուղթ կա ինքը խրոխտ տղայա ձևանում պետք է հասկանա որ մանդատը տրված Ամերիկայի Միացյալ Նահանգներին հայկական եւ եթե ինչ թրիփի ճանապարհ ինչ հիմարություն ամբողջ արևմտյան Հայաստանի մանդատը տրված է որ իրականացնի եթե այդքան կա եւ 320 միլիարդ դոլար Թուրքիան բոլոր թղթերով միջազգային պարտք է որ պետք է վճարի գումարը կա մենք իրենցից գումար չենք ուզում մեր հայրենիքը կա որ պետք է այսպես ով որ գերտերությունը պատրաստ է այդ մանդատը բան անելու իրականացնելու մենք պատրաստ ենք համագործակցելու եւ ասենք մի ուզում ասեմ գործ արվում է ուրիշ բան է որ մենք ըստ էության նոր ենք համեմատաբար նոր ուժ ենք նոր գաղափարախոսություն ենք ձևավորում մեզնից սպասել բոլոր ասենք տներում նստած սպասեն թե մի քանի տասնյակ մտավորականներ պետքա հրաշք իրականացնեն դա էլ սխալ է բոլորը պետքա հայ մարդը ստեղ որ ապրում է ինքը պետքա հասկանա որ ինքը վտանգի է ենթարկված տեսեք քանի Արցախը կար ընդհանրապես խոսք չկար այս Հայաստանից Արցախը վերացնելուց հետո հիմա դրել են Արևմտյան Ադրբեջանի հարց երեք լսում էի Ալիևը ասում է 500,000 տղամարդ պետքա գա Հայաստանում ինչ որ 500,000 տղամարդ Արևմտյան Հայաստանում հիմնավորվի եւ այլ այս տիպի հիմարություններ մեզ մեղադրումա ֆաշիզմի մեջ ես զարմացած եմ վերջ այդ մարդու մեջ հայկական արուն էլ կա բաննել այսպես ասած մգիմոնել ավարտած է բայց ինքը ֆաշիզմը խառնելա ինքը չգիտի ֆաշիզմի ինչ բան է ֆաշիզմից է խոսում դուք համարում եք որ ինքը ուղղակի չգիտի թե ինչ բան է դե եթե գիտի ինչ բան է ոնց է ցակե ինքը արտահայտում է դա տգիտություն է բոլոր դեպքերում ինքը պետքա պատժվի որ ցեղասպանություն իրականացված անձ եւ այդ ոնց պետքա պատժել եւ այլը դա էլ է օրա խնդիր դա քննարկում է այնպես չի գիտեք ինչ Օսմանյան կայսրության բոլոր լիդերները որը շատ ավելի իրանց հզորություն մեծական Ալիևի բոլորը համարյա բոլորը պատժվեցին դաժան ձևով իրան հերթ իրանելա հասնելու ես չեմ կասկածում դրա մեջ եւ դա մենք պետք է իրականացնենք ոչ մեկը թող չմտածի թե իրականության մեջ անգամ եթե դուք վրեժի մասն եք խոսում միևնույն է դա ոչինչ չտվեց այն կորցված Հայաստանի այն հատվածին, որը որ կար։ Նույնիսկ մոռացվեց, թաքցվեց իրական պատճառները, այո։ Այնպես որ եկեք այստեղ վրեժի չխոսանք, եւ պատժելուց, եկեք խոսանք նրա մասին, որ
որ մեր հասարակությունը իրեն այդպես հիմա չի զգում, մանավանդ դուք խոսում եք, ասենք օրինակ ԱՄՆ-ի մանդատի մասին, Վիլսոնյան Հայաստանի մասին եւ այլն, բայց դրա մասին երբեք Հայաստանի որևէ կառավարություն, որևէ պաշտոնյա չի խոսել բարձրաձայն։ Շատ բարձր պատճառով։ Շատ հասկանալի է պատճառը, բայց այդ պատճառը պիտի վերացվի, ձեզնից պատճառի վերացումն է գալիս, իսկ դուք խոսում եք նրա մասին, որ հիմա դուք փորձում եք այդ հարցերը բարձրացնել։ Լավ, մենք խոսենք երկրորդ հատվածում այդ մասին, ես հիմա առաջարկում եմ կարճատև գովազդային դատարկ, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը եւ մեր քննարկումը։ Մենք կանգ առանք շատ ցավոտ մի հարցի վրա, որովհետև այն իրավիճակները, որի մեջ մենք ընկած ենք հիմնականում այն պատճառով, որ մեր կազմակերպվածությունը հատուկ ձևով ուրեմն խոչընդոտվել է այդ կազմակերպվածությանը։ Մենք ունենք 0 կազմակերպվածություն Սփյուռքում, մենք ունենք 0 կազմակերպվածություն հայկական, ասենք, հասարակական ոլորտում,
մենք ունենք 0 կազմակերպվածություն, ասենք պետական ոլորտում, որովհետև եթե պետությունը գործում է այնպես ինչպես հիմա է, որի հիմնական ուղղվածությունը նա է, որ պիտի ուրեմն հարկերը բարձրացնելով ինչ որ սոցիալական ծառայություններ բարձրացնի, հետո հարկերը իջացնի, բայց հիմնական խնդիրը դնում է որպես իր ինքնապաշտպանությունը։ Ես հասկանում եմ, որ դա բնական է, որ ամեն իշխանություն ուզում է շարունակել լինել իշխանություն, որովհետև իշխանությունը քաղցր բան է, բայց Հայաստանի տրամաբանությունը կազմակերպման, երբ ունես հսկայական ընդերք, հարուստ ընդերք, որը գնահատվում է տարբեր գնահատականներով 4-ից 6 տրիլիոն դոլար, այդ հետազոտված մասը։ Քիչ են գնահատել, 4-ից 6-ից շատ է ինքը։ Ամբողջ Մենդելեևյան աղյուսակ։ Բայց հայկական պետությունը փոխանակ այդ ընդերքը օգտագործելու որպես լրացուցիչ եկամուտի աղբյուր, որպեսզի կարողանա եւ սոցիալական խնդիրներ լուծել եւ ռազմական խնդիրներ լուծել, այդ ամբողջ ընդերքը փաստորեն բաժանել է գրեթե ձրի, ուրեմն տարբեր երկրների ներկայացուցիչներին եւ մինչեւ վերջերս ընդհանրապես քարկ չէր ստանում այդ ամբողջից։ Եվ այս իրավիճակի մեջ փոխանակ պետությունը ունենար հզոր եկամուտի աղբյուր, որ ամբողջությամբ հարկատուի վրա չնստեր եւ հարկերը, ես չգիտեմ, բարձրացնելով չսկսեր բան անել, իր գոյությունը պահպանել, հակառակ տրամաբանությամբ է աշխատում։ Ես կուզենայի ձեր մեկնաբանությունը այս խնդիրների նկատմամբ, պարոն Սարգսյան։ Նախ հարկերի վրով հիմնվող պետությունը դա գործանվող պետություն է, քանի որ դու ինչ-որ ապագայում ենթադրյալ թվերի մասին ես խոսում, որ պետք է դու ունենաս, բայց խոստումները դու տալիս ես ներկայում, թոշակի բարձրացում, աշխատավարձի բարձրացում, այսինքն այն պետությունը, որը փող չի աշխատում եւ հիմնված է հարկատուի ինչ-որ վերացական, ենթադրական փողերի ստանալու վրա, դրա համար էլ ունենում է դեֆիցիտի, բյուջեի դեֆիցիտ, ճեղքեր եւ այլն։ Հատկապես այս պետությունը, որ արդեն ստեղծել է ոստիկանության, որը որ միլիցիա է, էլի ոստիկանություն էլ չի, ուժեր, բարձր աշխատավարձներ եւ չի կարողանում դրանք վճարել, որը որ իր սյունն է, պահպանվելու սյունն է, դրա համար մեզ գցում է դրսի վարկերի տակ, այսինքն մենք լավ էլ գիտենք այդ 15 միլիոն դոլարը ուր է գնում, չկա այդ բաշխումները, մենք լավ էլ գիտենք այդ վարկերը ուր է գնում։ Հիմա կազմակերպության կողմից անկազմակերպ մանավանդ Սփյուռքը, ինչքան էլ նեղանան նրանք, ես չեմ գտնում, որ այնտեղ հայկական հարց լուծողներ են, այնտեղ հորից որդի գնում է այդ դրամահավաքները եւ ոչ ոք էլ չի ուզում, որ այդ հարցը լուծվի, որ այդ փողը չկտրվի։ Ասում եմ, ինչքան էլ մեր Սփյուռքի եղբայրները հիմա վատ կզգան, ես նայում եմ, հետազոտում եմ, գնում է այդ պաշտոնը կամ այդ ՀԿ-ն կամ կազմակերպությունը հորից որդի, փող են աշխատում, ասենք, սկսել էին մի ժամանակ $1000 դրամահավաքներ, հիմա իրանց $10 տվող չկա, էլի Մուրացկանի կարգավիճակում իրանք էլ այտենց ուզում են հարցեր լուծեն այնտեղ։ Չկա կազմակերպվածությունը, հարկային համակարգը հանցագործ է այս երկրում, նույն հարկը մի քանի անգամ կարող են բաժանել, չկա թափանցիկություն հարկային համակարգում, մի խոսքով մենք մեր ծրագրում տվել ենք Հայաստանը փուլային 3 տարում ամբողջությամբ անհարկ պետություն եւ ասել ենք ոնց պետք է պետությունը փող աշխատի, ոնց որ ուրիշ երկրներում է։ Անկազմակերպությունը դա իհարկե պետության հենց այդ ստրատեգիան Սփյուռքի հետ կապը կտրելը, նախարարությունը ստեղծելը, հետո ինչ-որ Սփյուռքին օգտագործել որպես, ասենք, կթուկով եւ գցել Սփյուռքը մենք ասել ենք պետք է ունենա ներկայացուցիչներ մշտական, այսինքն այդ երկպալատային համակարգը, որ առաջարկում ենք, ուզում է Սփյուռքը ներգրավի, խնդրեմ, ներգրաված է մշտական ներկայացուցիչներ
Եվ էլի եմ ասում, որը որ ստեղծելու է երկիշխանություն։ Մենք այդ հրեաներին քննադատում ենք, հավատացեք, հեծանիվ հորինել պետք չի, այդ սոխնուտ համակարգը իդեալական համակարգը համայնքի հետ աշխատանք կատարելու։ Իրանցից վերցնենք, սովորենք, այնքան ազդեցություն ուներ նա իշխանության վրա, որ եթե նրանք չէին ասում, Իսրայելի իշխանությունը որոշում չէր կարողանում ընդունել կամ չընդունել։ Մենք նրանց նույն, ասենք, կերպ ազգ ենք, հա, նրանց համայնքն էլ է երկրի ներսում ապրող համայնքից, երկրում ապրող բնակչությունից շատ մեր համայնքն էլ է։ Նրանք կարողանում են, մենք չենք կարողանում։ Եկեք հեծանիվ չհորինենք, նայենք, կրկնօրինակենք։ Այսքանը կասեի։ Պարոն Խաչատրյան, դուք այդ հայության կազմակերպության հնարավորության հավատում եք, թե չէ, եւ ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի պետությունը այդ հարցում, որպեսզի կարողանա ստանալ։ Գիտեք, պետությունը իմ խորին համոզմամբ գոյություն ունի մեկ միայն ֆորմուլա, այսպես ասեմ, որ պետությունը անընդհատ պետք է նպաստի հասարակության կոնսոլիդացիային, նրա անընդհատ մերձեցմանը եւ ոչ թե նրա պառակտմանը, որովհետեւ աստվածաշնչյան ճշմարտությունն է, էլի, որ պառակտված պետությունները չեն ապրում, դրանք մեռնում են ուղղակի, պառակտեցիկ մեռնում են։ Հիմա մենք խոսում ենք Սփյուռքից, խոսում ենք կազմակերպվածությունից։ Իհարկե, այդ Սփյուռքի կազմակերպվածության մի առանցքային սյունը հանդիսանում է հայոց առաքելական եկեղեցին։ Կամենանք, չենք կամենա, բայց այդպես է պատմությունը բերել, հասցրել այսօր մեզ այսօրվան։ Հիմա մենք ասենք, որ հա, այ վրեժխնդիր ենք եղել ժամանակին հայերի ջարդերի համար պատասխանատուներից, եւ դա առանձնակի բան չի տվել մեզ։ Ես համարում եմ, որ դա այնքան էլ այդպես չի, որովհետեւ երբ որ մենք կարողացել ենք թեկուզ վրեժխնդիր լինել, մյուս կողմն էլ նայենք, որ կարողացել ենք նաեւ մեր արժեքների մի ստվար հատվածը դուրս բերել Թուրքիայից բերել, մեր մշակույթի, եւ դա արել է եկեղեցին։ Այդ եկեղեցին է գնացել արտասահման, դիմել Նանսենին, դիմել այն կրոնական կառույցներին, որոնք այն ժամանակ դեռևս իրանց համարում էին քրիստոնյաների համար պատասխանատու, եւ մեզ ցույց է տրվել օգնություն, եւ ոչ թե ոչնչացել ենք, եւ ոչ թե տարալուծվել ենք, ճիշտ է, տարալուծվել ենք այն տեսակետից, որ միլիոնավոր հայ երեխաներ բռնի իսլամացվեցին եւ գրվեցին թուրք։ Անկախ նրանց ծնողները կոտորված էին, այդ երեխաներին ուղակի դարձրեցին թուրք եւ հիմա այսօր երբ որ ասում են որ այսքան տոկոս արյուն կա հայի թուրքերի մեջ եւ այլն, այդ ամենը հետևանքն է նրա, որ այն ժամանակ մենք եղել ենք մոտավորապես 3.200.000 բուն թուրքական զանգվածը շատ քիչ է տարբերվելու սեղել մեզնից 100-200.000 որպես այդպեսին քանակապես, բայց մեր կազմակերպվածության աստիճանը միայն սպասարկել է եկեղեցին, առանձին հատվածները ասինխրոն են գործել, որի հետևանքով մենք ունենք այն ինչը ունենք այսօր։ Ուղղակի այսօր այ շատ ճիշտ եմ համարում այդ բիկամերային պարլամենտի խնդիրը։ Ուղղակի լավ հասկանանք, որ բիկամերային պարլամենտը ինքը աստիճանական գործ է։ Այսինքն տարբեր տեղեր ես ինչ որ դիտարկել եմ, առավել մոտիկը ֆրանսիականն է մեզ։ Ես համարում եմ, որ հենց այդպես էլ կարող է լինել, այսինքն սկզբից աթոռներ են, մի քանի աթոռներ են։ Այդ աթոռների վրա նստած ոնց որ Ֆրանսիայում, ասենք, պարլամենտում, այո, կա այդ 12 աթոռա, որ այդ 12 աթոռի վրա գալիս նստում են նրանց այսպես կոչված անդրծովյան, ծովից այն կողմ գտնվող, ասենք, դոմինիոնները, որոնք այսօր էլ ինչ որ չափով կղզիներում բան պահպանվում են, եւ այս մարդիկ ներգրավվում են ֆրանսիական պետության օրակարգի մեջ, առօրյայի մեջ։ Մեր մոդել պետքա ոչ թե մենք գնանք, ասենք, խնդրենք, ինչ որ հանգանակություններ անենք տիրունական աղոթքից սկսելով եւ այլ, ված չի այդ ամեն ինչը, բայց պետքա Սփյուռքը ինքը ներկա լինի գործուն ամենօրյա աշխատանքով եւ աստիճանաբար վերածվի երկրորդ կամերայի, այսինքն երկրորդ պալատի, որը ի վիճակի կլինի գեներացնել այն հնարավոր կապերը, այն հնարավոր ուժը, որը միասնականությունը հայ ժողովրդի
եւ սինխրոն գործունեություն, որտեղ երբ որ մենք խոսում ենք, ճիշտ է խոսանք էլի, եթե հрьяաներին վերցնենք եւ փորձենք դնել ազգի սահմանման մեջ, կհասկանանք, որ դուրս կընկնի դրանից։ Իհարկե։ Այսինքն միասնական պատմություն են, լեզուն միասնաբար չի տիրապետում, մշակութային առումով ամեն երկրի մշակույթն իրենք ներկայացնում եւ ծառայում, գենետիկայի առումով, այսինքն երբ որ դրվեց հարցը, որ պետք է այստեղ օջախ ստեղծվի, Բալֆուրի կողմից, Արտուր Բալֆուրի կողմից, ամենահայտնի հрьяան աշխարհի ասաց, որ գիտեք իշկա դուք հարված տակ եք դնում հрья ժողովրդին, որովհետեւ հрьяան հավատ է, որովհետեւ Հաբեշտանից եկած սևամորթը, եթե ինքը հուդայիտ է, այսինքն հուդայական կրոնին է պատկանում, ինքը այսօր քաղաքացիություն կարող է ստանալ 1-ից 1, ինչպես ասում են, իսկ այ մաքուր հрьяան, որը քրիստոնյա է, հորից ու մորից հрья, նա չի ստանալու։ 3.5 տարի է գործում է այդ օրենքը։ Իսկ ընդհանրապես չի էլ գործել այդ օրենքը, եւ ինքը բավականին տարաձգված ազգ ա եղել, բայց մի հարցում մենք ունենք նրանցից վերցնելու շատ լուրջ մի բան, որ մենք պետք է ունենանք ծրագրեր, որի մեջ բոլորը շահագրգռված լինեն եւ պատրաստ լինեն բոլորը միտել իրենց ողջ պոտենցիալը այդ գերխնդիրների իրականացմանը։ Նրանք գերխնդիրներ են լուծել այսօր, որ ի վիճակի են հրամայական խոսալ, օրինակ Պենտագոնում։ Պենտագոնում բողոքում են, թե այդ ոնց է, այդ կռվի ժամանակ հրեական ռազմական դելեգացիա եկավ, որը առանց հարցնելու բացում էր, մտնում էր, ասում էին, էս էլ պետք է անեք, այն էլ պետք է անեք, հասել են դրան։ Այդ մարդկանց գործունեությունը բերել հասցրել, բայց գործունեության հիմքում ընկած այդ միասնական բոլորի պոտենցիալի միտումը այն ուժագծի վրա, այն վեկտորի վրա, որը ամենակարևորն է, արխի կարևորը թողած, եթե մենք 1000 ու մի բան սկսեցինք նորից էլի եւ ինչքան էլ մենք հայերով իրար հետ լավ ենք, միասին ենք, մեկը մեկի համար հոգի կարող է տա եւ այլն, բայց ներկայիս աշխարհը ճշգրիտ ծրագրերի եւ նրանց իրականացման մաքսիմալ հնարավորությունների շրջանակն ամենակ ընդունում։ Մնացած ամեն ինչը խոսակցություններ են, ինչպես ասում են, կենացներ են, ված չի, էլի դե հիմա կենացները սեղանի վրա խմում ենք, մեկը մեկին լավ է կամենում, մեկը մեկի բարօրությունն է ուզում եւ այլն, հիշում ենք անցյալը, էսը, այնը, բայց նորից եմ կրկնում, եթե մենք չունեցանք պրոֆեսիոնալ, բարձր կարգի իրականացվող ծրագիր եւ դրան միտված չեղավ ողջ ռեսուրսը գոյություն ունեցող աշխարհասփյուր հայ ժողովրդի, մենք նորից մնալու ենք կոտրած տաշտակի առաջ, որովհետեւ այսօր մենք իսկապես կարող ենք ներքաշվել այնպիսի շրջաբերման մեջ, պատերազմական, ռազմական, անխուսափելի բախումների եւ այլնի, որ մեզ սկսի թվալ, որ այս դժողքը հենց մեր շուրջն է պատտվում մենակ, էլի, էլ ուրիշտեղ դժողք չկա։ Ձեր մոտեցումը հասկանալի է, հիմա հрьяաները իրենց խնդիրը լուծել են կրոնի միջոցով, մենք էլ պիտի գտնենք մեր ձևը, թե ինչպես դրանք կողմ չեմ, սիրելի Տիմ Տիգրան, որովհետև հրեական պետության հիմնադիրները աթեիստներ էին։ Հետևաբար որն է այդ գիծը այդ դեպքում։ Դե այդ գիծն է, որ նրանք խնդիրը դրեցին պրոֆեսիոնալիզմի մակարդակով լուծելու վրա։ Թե չէ Բեն-Գուրիոնը աթեիստ էր, Թուրքիայի հրեա էր, հիմնադիրը պետության, էլի Բեն-Գուրիոնը։ Ինքը աթեիստ էր, չէր էլ թաքցնում։ Հիմա եկածներից ում վերցնեն Գոլդա Մեյերը, նորից աթեիստ էր։ Մոշե Դայանը հիմա ինչի մասն է։ Բայց տեսեք, եթե փողոցում ամեն հրեայի կանգնեցնես եւ հարցնես իրանց իդեոլոգիան, բոլորն է կասեն ավետած երկիրը։ Այսինքն նրանք անենց են այդ իդեոլոգիան մցրել ազգի մեջ, այդ Թորան կամ մյուս գրքերից, մենք սասամից հետո իդեոլոգիա չունենք ու ոչ ոք չի էլ թողել։ Արդյոք մեր իդեոլոգիան մենք զորեղագույն իդեոլոգիա կարող ենք ունենալ, զորեղագույն, բայց դրանով պետք է զբաղվել նորից պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Եթե մենք նորից փորձեցինք, ես նկատի ունեմ մեր պատմական արմատների եւ ներկայի հնարավորությունների մեկտեղումը գաղափարաբանության մեջ, սկսած դյուցազներգությունից, քրիստոնեությամբ եւ արդի աշխարհի ապագան իրենից ներկայացնող
հայ ժողովրդի ծրագրերով։ Այդ ամենը պետքա դրված լինի մեկ առանցքի վրա։ Դրանք չարժի աղճատել իրարից։ Ոչ քրիստոնեությունն է պետք որ տուժի, ոչ դյուցազներգությունը պետքա մոռացվի։ Եվ այդ ամենի պոտենցիալը պետքա ի հայտ գա այն ծիրի վրա, որտեղ ապագան է որոշվելու։ Հակառակ դեպքում ապագայում լիքը ազգեր տեղ չեն ունենալու, հավատացնեմ ձեզ։ Այս անգամ, երբ որ մենք ասում ենք, որ բազմաբևեռ է աշխարհը, բոլորին թվում բազմաբևեռ խաղաղ, իրար սիրող, իրար պաշտպրոշտի անող աշխարհ ալնելու։ Այտենց բան չկա բազմաբևեռ, աշխարհը ծայրից ծայր պատերազմ ալնելու։ Ծայրից ծայր ծայրահեղ լարումներ է պահանջելու։ Ծայրից ծայր պահանջելու է միշտ ոտքիդ վրա եւ թուրը ձեռքիդ լինել։ Հավատացեք սրան, այ ախպեր, այտենց բան չկա։ Մենք Նժդեհյան ժամանակից շատ լավ երգ ունենք, որ մենք թարգմանե Սուդանում սովորացրել ենք, ոնց էր այդ երգը կորցրեցինք մեր երկիրը, երբ մեր ազգը թուլացավ, հա, բահն ու գրիչը սիրեցինք, հրով լինի, սրով լինի, հա, այնտեղ մաս կա, հետո որ ասում է, ետ են գնալու հրով լինի, սրով, ասում է, ուժն է հարգվում այս աշխարհում, թույլ ազգերը կվերանան, հա, հրով չեն ապրի, հա, հրով, հիմա մենք Սուդանում կարացինք, մենք Սուդանում կարացինք հասկացնենք այդ մարդկանց, որ ուժն է, բայց հայ ազգի մեջ ասենք մենք նորից անդրադարձանք լսենք պարոն Գևորգյան ամենակարևոր հարցերին, որ այսօրվա աշխարհում առաջին հերթին պատերազմը իմաստների պատերազմը, իմաստները ինչի համար այս ազգը ապրում, ինչի համար այս պետությունը գոյություն պետք է ունենա եւ այլ մեծ իմաստների խնդիր է։ Իսկ մենք ասենք ունենալով ահռելի այդ մշակութային շերտեր, ես լինելով բնագետ, ես հասկանում եմ այդ հզորագույն ուժը, որը մենք ունենք քնած վիճակում չկան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց այսինքն այդ մարդիկ կան, որոնց պետքա բերեն, ասեն սա է քու ուժը, սա է քու իմաստը եւ էսրա դեմ անհնար է թշնամին, որ կարողանա հաղթի։ Մենք այդ բոլորը ունենք, ես ստեղ ուզում եմ մի փոքր հակաճառեմ պարոն Սարգսյանին, ահռելի շերտեր կա, ես շատ եմ հաճախում լսում իմ ընկերներին, որոնք ասենք են հնագույն շերտերը պարզաբանում են եւ ես հաճույքով լսում եմ, բայց դա մեր օրակարգից, պետական օրակարգից հանված է։ Ինչ վերաբերում է, ասենք, ազգի, այսպես ասած, համատեղման, միավորման եւ աշխատանքներին։ Մենք պետք է ասենք գերնպատակներ նախ ունենանք իրականացնելու եւ պետք է միավորվելու համար լուրջ ծրագրեր դրվի սեղանի վրա։ Օրինակ ասենք ես բացահայտ ասում եմ այն ուժը որ կասի ես ստեղծում եմ եւ բան անել վստահություն կներշնչի նոր ատոմական ես իրականացնում եմ երկաթուղու հայկական նոր մոդեռնիզացված երկաթուղու ծրագիրը, որը ամբողջ այսօրվա Հայաստանի շրջանները միանգամից կկապի, ոնց որ Շվեյցարիայում ես տեսել եմ։ Այն ուժը որ կասի ես ջրերին տեր եմ կանգնում Հայաստանում ամենարժեքավոր բաներից մեկը ջուրն է, պատկերացնում եք, որ ասենք մակերութային ջրեր 7.5 միլիարդ խորանարդ մետր, որ պրակտիկորեն ամբողջը խմելու է, եթե ճիշտ չախտոտվի եւ այլ եւ այլ։ Այսինքն նա ավելի թանկ է, քան այն նավթը, որ մեր թշնամիները ունեն, բայց մենք չեղավ մի պետական ղեկավար, չեղավ մի իշխանություն, որ դա հասկանար, գնահատեր։ Սևանին մեծ ջրավազան ունենալ, որ ասենք բնական ձևով աճող ձկնաարդյունաբերական մեծ կենտրոն կարալնի, հանգստյան գոտիները եւ այլն, այս բոլոր բնական բազմազևությունները, այսինքն ես ուզում եմ տեսնեմ այս նոր ընտրություններին մի ուժ, որը կասի հստակ, որ SSS իրականացնելու
ես կարամ ես ինքս ցույց տամ այդ գումարների տեղը, որը կա հենց հայկական իրականության մեջ։ Պետք չի մեզ ասենք դրսի գումարներ բանանել, եսի նկատեմ օտար մեր մեջ կա այդ գումարները, որ հանգիստ կարելի է այդ նշածս ծրագրեր իրականացնել։ Միատեղումը հզորացում պետք է լինի մեծ ծրագրերի շուրջ։ Ան գաղափար վիճակում ինչ միատեղման մասին կա։ Ես օրինակ ասենք առավոտը նայում էի ինտերնետը, տեսա այդ Թումոյի կենտրոնի շուրջը ուրեմն նկարած է մի քանի շենքեր եւ բանը ինչ որ մեկը ռեկլամա այդ նոր ուժը, որը բանը Սամվել Կարապետյանն ասան, մենք նոր բանը IT բաներ կստեղծենք։ Շենք ուղակի մոտ բան են արել, նկարած դրել են դրա շուրջ, էլի։ Այ ընկերներ, դուք պիցա եք լավ արտադրում, պիցայով զբաղվեք։ Ոչ մի անգամ եւ այս տիպի ավանտյուրիստներ առաջ են գալի կամ ասենք ես մի բոլորին եմ քննադատում անխնդիր։ Ոչ մի հատ գաղափարական ծրագիր չեն դնում։ Դպրոցները պետքա հիմքից փոխել։ Բանը դպրոցներում գնում է ահավոր նոր երևույթ բուլինգ։ Ուսուցիչները բան են անում, դրա հիմնական շահառուներն են։ Ուսուցիչների մեծ մասը ընդհանրապես մասնագիտական ոչ մի, այսպես ասած, որակներ չունի, որ նրան թույլ տան դպրոց մտցնել։ Այդ խառնամբոխները, որ ասենք դպրոցական տարիքում թշնամացնում են սաղ երեխաներին, խայտարակ վիճակ է, այս հարցերով մանկապարտեզից պիտի փոխել։ Բոլոր մանկապարտեզները սեփականաշնորհել են, սեփական տներ են սարքել եւ դա ինչը մեզ երեխեք պետք չի, ծնունդ պետք չի, այս ինչ է կատարում։ Այս շինարարությունը, ահավոր շինարարությունը, որը քանդում է ամբողջ այդ Երևանի պատկերը, հիմա էլ ասենք մոդա է առաջացել, բանը ակադեմիական քաղաք ենք սարքելու, երբ որ ասենք այդ տիպի ավաններ կար, ասենք ենթադրենք Նուրբ օրգանական քիմիա ինստիտուտը մեծ գիտական համալիր էր, ֆիզիկա ինստիտուտը, այնտեղ ուրեմն քանդում են, այնտեղ կոռուպցիոն ձևով մտցնում են շենքեր են սարքում, ու ինչ որ խոսում է այս վարչապետը ակադեմիական քաղաքից, որի գինը մոտ 35 միլիարդ դոլար պետք է լինի, ում է սխափում։ Երբ որ գիտության փողերը կրճատված է, գիտությունը հանձնված է մի հատ կիսակա անկապ ինչ որ մի հատ կազմակերպության կոմիտե, որ ինքն էլ չգիտի, вообще ինչի մարա իր գոյությունը, որը արդեն գրանտներ պետք է թուրքական գրանտներ բաժանի հայ մագիստրատներին, ուսանողներին եւ այլն։ Դա այդ խայտարակություն է։ Շատ լավ, սա թեմա է, որի շուրջը մտածելու շատ բան կա, ես կարծում եմ, որ այս մեր հաղորդումը համայն դեպս կնպաստի, որպեսզի մեր հեռուստադիտողները իրոք մտածեն, իսկ իրենք ինչ են անում։ Չէ որ այս իրականությունը, որի մեջ ապրում ենք, ակնհայտ է, որ ոչ միտեղ մեզ չի բերելու եւ ոչ մի լավ բան չի լինելու սրանից, եթե մենք շարունակենք մնալ պարակտված, եթե մենք չտեսնենք մեր քթի տակինը, եթե մենք չօգտագործենք մեր բոլոր ռեսուրսները, եթե մենք չհամախմբենք հայությանը Հայաստանի շուրջ, եթե չկազմակերպենք ներգաղթ, եթե չկազմակերպենք ցանցային պետության մոդել, մենք դատապարտված ենք լինելու, սակայն ցավոք սրտի, ինչպես այստեղ նշվեց, առայժմ այս ամենի մասին մտածում են առանձին անհատներ, մտավորականներ, բայց դա եւս որևէ ձևով չի ինստիտուցիոնալիզացվում եւ հետեւաբար եթե այսպես շարունակվեց, եթե ընտրությունները եւս շարունակեցին այն ուղին, որը որ հիմա մենք ունենք, այս ամբողջ հարցերը անցնելու են այդ չվերադարձի կետը, պարոն Գևորգյանը կհասկանա, այդ կետն է, որից հետո այլևս ինչ էլ անեք, այո, այլևս այդ իրավիճակը շտկել չի լինելու։ Մենք շարունակենք այս ֆորմատով խոսել, խնդրեմ։ Ուրեմն երևի
ոչ թե ես եմ ասում, մի ֆրանսիացի գրող կար, որ աշխարհի ազդեցիկ հայեր գիրքը գրել է, մի պատճեն ունեմ, մեզ դրել է Արթուր եղբայրներ, երկրորդ տեղը, Կիմ Կարդաշյանը 8-րդ տեղն է, առաջինը Քիրքն է։ Ինքը բացատրում է, որ այս հայ եղբայրների պես աշխարհի նախագահների հանդիպած, այտենց մարդիկ չկան, բացատրում է։ Հիմա մասնակցել եմ շատ գագաթնաժողովների, հատկապես երբ որ Սուդանի հարցն էր քննարկվում, եթե ժողովուրդը իրականում իմանա ինչ է քննարկում այդ դռների հետևից, զենք չի էլ վերցնելու։ Գնում էինք Սուդանի հարց քննարկելու, ամեն ինչ խոսում էր բացի Սուդանից։ Կիպակին ասում էի, նախագահին այն ժամանակվա, մզե էի դիմում, մզե այդ լեզվով honorable, հա։ Ասում էի, մզե, ասում եմ, մենք եկել ենք, մեր սահմանների հարց ունենք, փախստականների հարց ունենք, Սուդանից չխոսացինք, այ մարդ, ասում էի, ինձ հիշում եմ, այն ժամանակ ասաց մի հատ բան ինձ բեր, որ շահեր ցույց կտա, այդ ժամանակ խոսան, ու գտանք մենք այդ բանը, ոսկիներ ու նավթներ։ Ոսկին գտնվա, ոսկին կիսվա մահմեդական ու քրիստոնեական Սուդանի մեջ, որ այն կողմն էլ աշխատի, նավթը մնաց այս կողմ, վերջ Սուդանի հարցը վերջացավ։ Ուզում ասեմ, այս գնում են ընդեղ խոսում են, Վաշինգտոն են խոսում, եսին որտեղ են խոսում, ժողովուրդը չի էլ պատկերացնում ինչ են ընդեղ խոսում։ Սկսած սիրեկաններից, սկսած ուտելիքից, ամեն ինչ խոսվում է այդտեղ։ Ես հաստատ գիտեմ, որ նույնն էլ էս Հայաստանի դեպքն է, ամեն ինչ խոսում են ընդեղ բացի հայկական հարցերից։ Ես Շնորհակալություն պարոն այք հետաքրքիր զրույցի համար, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, ելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ դիտում եք մեզ, մնացեք մեզ հետ եւ հետագայում եւս մենք այսպիսի կլոր սեղաններ կանենք։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։